Խելքի բլից։ Բարի գալուստ խելքի բլից, այստեղ հաղթում են ոչ թե շատախոսները, այլ արագ մտածողները, ինտելեկտուալ մարդ, որտեղ ամեն ինչ որոշում են վայրկյանները։ Ծանոթանանք մեր հյուրերի հետ։ Թերեզա Գևորգյան, 26 տարեկան, մասնագիտությամբ հոգեբան ու PR մասնագետ, զբաղվում է մոդելինգով, իսկ վրձինների հետ աշխատել սիրելը իրեն տարավ դիմահարդարման կախարդական աշխարհ։ Թերեզային հետևողները կփաստեն, որ սիրում է սպոնտան որոշումներ կայացնել, օրինակ կարող է ինչ-որ մի ցերեկ որոշել, որ երեկոյան ուզում է առանց ճամպրուկ հավաքելու մեկնել Մոսկվա, զուտ որովհետև տրամադրությունն այդպիսին է։ Թերեզ, մեր խաղին մասնակցությունը ևս այդ սպոնտան որոշումների շարքից էր։ Այո։ Տեսնենք, թե այսօր ոնց կանցնի խաղը եւ ինչ խաղ կցուցաբերես։ Այո։ Ներկայացնեմ մյուս հյուրին, Քրիստափոր Պատվականյան, 27 տարեկան, մասնագիտությամբ տվյալագետ եւ գրող, մինչ խելքի բլիցի տաղավար հասնելը հասցրել է ավարտել Հարվարդի համալսարանը եւ գիրք գրել։ Խուստուփ լեռան ստվերում։ Քրիս, 27 տարեկանում ես ինչքան բան ես հասցրել անել։ Դե ինչքան հասցրել եմ արել եմ։ Ահագին բան է, էլի։ Դե։ Վաու, գիրքը բերել ես։ Այո, ձեզ անակնկալ նվիրում եմ։ Շնորհակալ եմ, ես սիրով ես կկարդամ, մի հատ խնդրում եմ, նայեք այս գիրքը։ Իսկ ոնց ստացվեց, որ այս գիրքը գրեցիր, բարձրացել ես խուստուփ, տպավորություններիդ մասին որոշել ես գրի առնել։ Դե ճիշտն ասած արմատներով կապանից եմ իմ պապիկի կողմից հայրական եւ այնտեղ այցելելուց հետո 23 թվականին զուտ գնացել էի ինչ-որ տոհմածառի կազմելու համար ընտանիքի անդամների հետ հանդիպել, շփվել, բայց այնպեսի տպավորություն ստացա, որ շատ եմ սիրում այնտեղ ու որոշեցի ավելի շատ գնալ այնտեղ, նաեւ աշխատել եմ ու խուստուփը բարձրացել եմ ու ոգեշնչեց դա ինձ, որ այս գիրքը գրեմ եւ ուրիշ մարդկանց հետ կիսեմ, տեսեք ինչ հրաշալի տեղ ունենք մեր սիրունի կողմ։ Ես անպայման կկարդամ եւ իմ տպավորությունների մասին քեզ կպատմեմ։ Նաեւ մի տողով կարող ես նշել, թե Հարվարդում ընդունվելը եւ սովորելը արդյոք այդքան շատ դժվար է, որովհետեւ հերվից մենք իհարկե լսում ենք այդ բոլոր բարդությունների ու դժվարությունների մասին, բայց կուզենանք հենց քեզնից լսել իրական պատմությունը։ Դե իսկապես դժվար է ընդունվելը, որովհետև աշխարհի տարբեր երկրներից, նույնիսկ Ամերիկայից այնքան մարդադիմում եւ այդ բոլորի մեջից դու պետք է այնպեսի տարբերվես, որ ընտրյալ ընես, ասենք այդ 1600 ուսանող կազմը կարող է 70,000, 80,000 դիմորդ լինի։ Դե ինչ սիրելի մասնակիցներ, վերադառնալով մեր խաղին, մաղթում եմ, որ այսօր ունենանք գժական, հետաքրքիր, ակտիվ խաղ, ամենակարևորը լինենք ակտիվ, որովհետև անկախ նրանից կհիշենք հարցերի պատասխանները, թե ոչ, կարևորը այդ մեր ուրախ եւ հետաքրքիր խաղ անցկացնելն է։ Իսկ հիմա խաղի կանոնների մասին մենք ունենալու ենք 3 փուլ, յուրաքանչյուր փուլում 10-ական հարցեր։ Վերջին փուլը մի փոքր ավելի այլ է, հետո արդեն կմանրամասնեմ։ Հիմա ներկայացնեմ առաջին փուլի կանոնների մասին։ Առաջին փուլի ոլորտն ընտրելու համար նախ հնչեցնելու եմ մեկ տրամաբանական հարց, եւ ով առաջինը գուշակեց հարցը, ինքն էլ կընտրի ոլորտը։ Եթե չկարողանան գուշակել, կընտրենք ավանդական մեթոդը, չինգաչունգ։ Պատրաստ եք հնչեցնեմ տրամաբանական հարցը։ Այո։ Այո։ Ուշադրություն։ Պետք է շատ արագ պատասխանենք եւ սեղմենք այդ կապույտ կոճակը։ Ինչը չի մտնի ամենամեծ կաթսայի մեջ։ Ժամանակ։ Հետ հաշվարկը 5-ից սկսեմ։ Կափարիչը։ Բրավո։ Բրավո։ Երկար մտածեցիր 6։ Հա։ Բայց կարևորը հիշեցիր։ Դու էլ էիր հիշում Թերեզ։ Ես հետո գիտեի, բայց Բասեր։ Ամաչու։ ասեց չէ, ասեց ու հիշեցի։ Հասկացա, լավ։ Մի խոսքով հիմա ոլորտն ընտրելու է Քրիստափորը։ Տեսնենք ինչ ոլորտ ես ընտրում, Քրիս։ Արի սկսենք տեսարժան վայրերից։ Ընտիր, գնացինք։ Ոլորտն ընտրված է տեսարժան վայրեր, սկսում ենք առաջին փուլը։ Որ քաղաքում է գտնվում Լուվրի թանգարանը։ Փարիզ։ Քրիստափոր, ճիշտ է։ Ինչպես է կոչվում Հունաստանի պարիսպներով շրջապատված հայտնի միջնաբերդը։ Ակրոպոլիս։ Քրիս, ճիշտ է։ Որ քաղաքում է գտնվում Բիգ Բենը։ Լոնդոն։ Քրիսն է սեղմել առաջինը, ճիշտ է։ Ինչպես է կոչվում ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանին գտնվող ջրվեժը։ Նիագարա։ Բրավո։ Որ երկրում է աշխարհի ամենաբարձր բնական ջրվեժը, հրեշտակների ջրվեժը։ Բրազիլիա։ Ոչ, Վենեսուելա։ Ես ուզում եի քեզ հարցնել, դու ունես պատասխան, բայց դեմքից զգացի որ չունես, դրա համար ճիշտ պատասխանը ասացի։ Որ երկրում է գտնվում մեծ պատը։ Չինաստան։ Առաջինը Քրիսն էր սեղմել, մի կես վայրկյան, մի քիչ օկտիվացիր Թերեզա։ Լավ։ Ինչպես է կոչվում Նյու Յորքում կառուցված արձանը, որը Ֆրանսիայի նվերն էր ԱՄՆ-ին։ Statue of Liberty։
Հայերեն ազատության, այո, արդեն ճիշտ է։ Որ քաղաքում է տեղակայված Sagrada Familia տաճարը։ Բարսելոնա։ Ճիշտ է։ Շատ շրջագայաց մարդ է երևում է, չէ՞։ Որն է այն ջրվեժը, որ գտնվում է Չիչխան գետի վրա, Շիրակ եւ Լորվա մարզերի սահմանագծում։ Հետեկանք Հայաստան։ Ունես Թերեզա պատասխան։ Չունենք պատասխան, պատասխանն էր թրջկանի ջրվեժ։ Եղել եք այնտեղ։ Relates այդ կոր առաջինը մասին։ Ինչպես է կոչվում Լոռու մարզի Հաղպատ գյուղում գտնվող միջնադարյան ամրոցային համալիրը։ Աղթալա։ Ոչ, ունես Թերեզա պատասխան։ Հաղպատի վանքը։ Ոչ, Զառնի Պառնի։ Զարմանալին այն է, որ բոլոր այն վայրերը, որոնք կապված էին ոչ Հայաստանի հետ, դու գիտեիր, բայց Հայաստանում գտնվող տեսարժան վայրերի մասին չէիր հիշում։ Դե միգուցե պետք է ավելի շատ սովորեմ, ավելի շատ գնամ Հայաստանում տարբեր տեղերում։ Հա, քիչ ես հասցնում լինել Հայաստանի տարբեր վայրերում տեսարժան։ Դե հիմնականում Սյունիքում, բայց դեռ կարելի է գնալ։ Թերեզա, իսկ դու գոհ ես քո խաղից առաջին փուլի։ Ոչ։ Ինչու էր пассив։ Չգիտեմ, երևի պետքա անտելանամ խաղին։ Հուսով ենք, որ երկրորդ փուլում ամեն ինչ կարող է փոխվել։ Առաջարկում եմ ամփոփենք արդեն առաջին փուլի արդյունքները։ Քրիսը վաստակեց 7 միավոր եւ Թերեզան ցավոք 0 միավոր։ Տպավորություններն ինչպիսին են։ Քրիս։ Ադրենալին։ Այ դա քեզնից զգացվում է։ Ինձ թվում է Թերեզան էլ շուտով կվարակվի այդ ադրենալինով։ Հաստատ։ Անցնենք երկրորդ փուլին։ Անպայման։ Անցնենք։ Բացատրեմ երկրորդ փուլի կանոնները, այստեղ արդեն ոլորտը կրկին ընտրում է նա, որ ավելի շատ միավորներ է վաստակել, այսինքն դու Քրիս, եւ նորից խաղում ենք 10 հարցով, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում ստանում եք 1 միավոր։ Այնպես որ ընտրիր ոլորտը։ Ֆիլմեր ոչինչ։ Արդեն ընկերական միջավայր է ձևավորվել, այդ կարևոր է։ Աշխարհի պարերը։ Գնացինք։ Սկսում ենք երկրորդ փուլը, թեման է աշխարհի պարերը։ Որ երկրում է ստեղծվել ֆլամենկո պարը։ Իսպանիա։ Ճիշտ է։ Որն է հեթանոսական ժամանակաշրջանում սկիզբ առած հայկական պարը, որը նվիրված է եղել Խոյ կենդանակերպին։ Յարխուշտա։ Ոչ, Թերեզա ունես պատասխան։ Ոչ։ Քոչարի։ Ճիշտ պատասխան։ Ո՞նց էր մտքուս, ասում ես вообще տրամաբանական չի։ Ուշադրություն։ Որ երկրի ազգային պարն է սամբան։ Քրիս։ Բրազիլիա։ Ճիշտ է։ Եվրոպական որ երկրում է ծագել վալսը։ Իտալիա։ Ոչ։ Իսպանիա։ Քրիս ունես պատասխան։ Ճիշտ է։ Ավստրիա։ Որ երկու երկրներում է ի սկզբանե առաջացել եւ տարածվել տանգոն։ Արգենտինա։ Երկրորդը մեկը ճիշտ էր։ Կուբա։ Մի քիչ Արգենտինայի հենց կողքն է, Չիլե։ սահմանակից երկրներ են։ Պադա։ Վայ, Պարագվայ։ Արգենտինա, Չիլե, Բրազիլիա։ Չունենք պատասխան Ուրուգվայ։ Ուրուգվայ։ Հիմա սրա համար չգիտեմ, քեզ տանք միավոր թե ոչ։ Բայց կարծում եմ, որ ոչ, քանի որ ամեն դեպքում պետք էր երկուսը գուշակել։ Դե որովհետև Արգենտինան շատերս կհիշեինք, բայց հենց Ուրուգվայը պետք է նաև հիշել։ Գնացինք մյուսը։ Ինչ է թարգմանաբար նշանակում պոլկա չեխական ժողովրդական պարը։ Ժամանակ 3 2 1 Չունենք։ Կիսաքայլ։ Հենց պարը ինքնին կիսաքայլ պար է իրենից ենթադրում։ Որ պարային ժանրի սկիզբն են դրել աֆրոամերիկացիները 1970-ականների Նյու Յորքի թաղամասերում։ Breakdance։ Ճիշտ է, Թերեզա, ապրես, վերջապես։ Ինչ է բառացիորեն թարգմանաբար նշանակում break dance-ը։ Կոտրած պարել։ Ճիշտ է, կոտրատվող պար։ Որտեղ է առաջացել չա-չա-չա պարը։ Իսպանիա։ Ոչ, Բրազիլիա։ ոչ։ Քրիս ունես պատասխան։ Նախորդ հարցում իդեպ դու նշել ես այդ երկրի անունը։ Պարագվայ։ Ոչ, Արգենտինա։ ոչ։ Արդեն չունենք պատասխան, որովհետև շատ տարբերակներ ենք թվարկում։ Պարզապես Կուբա։ Կուբա։ Կուբա, այդ ես եմ ասել։ Դու ես ասել։ Վերջին հարցը։ Ինչպես է կոչվում հայտնի հունական պարը, որը ստեղծվեց Հույն Զորբան ֆիլմի նկարահանման հրապարակում։ Պարը չգիտեմ, պարը գիտեմ, անունը չգիտեմ։ Դու պատասխան ունես, Թերեզա։ Ճիշտ պատասխանն էր Սիրտակի։
Սուրսուշի Ված անելու։ չէր, Թերեզան համեմատած առաջին փուլի մի քիչ գոնե ակտիվ էր, բայց Քրիսը այս անգամ զիջում էր իր դիրքերը։ Բայց ամեն դեպքում ամփոփենք փուլը, եւ Քրիս դու կրկին առաջատար ես 4 միավոր, դու ես վաստակել եւ Թերեզան 1 միավոր։ Տպավորությունները երկրորդ փուլից ինչպիսին են։ Արդեն ընտելանում եմ։ Դուք ես բոլոր պարերից որ պարերն է որ գիտեք կարող եք պարել։ Իմ Քոչարի ես գիտեմ։ Խոյերի բարը։ Դրա համար չես հիշում, չէ՞։ Իսկ դու, Քրիս։ Քոչարի Յարխուշտա, օրինակ նշած պարերից շատ քչերը, բայց պարել ընդհանրապես սիրում եմ։ Հայկական պարի մասնակցել եմ, նաև ասենք լատինական այդ պարերից։ Իսկ այդ է ուզում հարցնել Արտասամանյան ինչ պարերի եք տիրապետում։ Տանգո գիտես։ Տանգո Ուզում եք տանգո պարել։ Բաչատա գիտեմ։ Ուղղակի տաղավարը հարմար չէ, թե չէ մենք Սալսա։ սիրով կդիտենք ձեր տանգոն Ուղղակի արգենտինական։ տանգոն այն տանգոն, որ ամեն օր ինչ որ առիթների ժամանակ պարում են, դա ճիշտը չի։ Այո, դե Շատ պարզապես դժվար ուղղակի պար է։ Այո, դե նայած նաև ինչ տանգո։ Մեր մանկության տանգոն։ Այս ուրախ տրամադրությամբ էլ առաջարկում եմ տեղափոխվենք երրորդ փուլ։ Երրորդ փուլում արդեն պայքարը թեժանում է, որովհետև ինչպես նախապես նշել էի, մրցելու ենք անհատական։ Այստեղ արդեն յուրաքանչյուրը պետք է դիմացինի համար ընտրեք ոլորտը, այնպես որ առաջարկում եմ Քրիս ընտրես հենց հիմա Թերեզայի համար ոլորտ եւ հետո Թերեզան քեզ համար։ Շատ լավ, արի հայ աստղեր։ Շատ լավ։ Շոու բիզնեսյան թեմաներին ծանոթ ես։ Իհարկե։ Ընտիր, իսկ դու Թերեզա ինչ ես ընտրում Քրիսի համար։ Ինձ թվում է հետաքրքիր կլինի, որ Քրիստը պատասխանի աշխարհի հայերի հարց։ Քանի որ աշխարհով մեկ շրջանայում է, վստահաբար աշխարհի հայերին կճանաչի։ Սկսում ենք երրորդ փուլը, խաղում ենք Քրիսի հետ։ Քրիս, քանի որ Թերեզան քեզ համար ընտրել է աշխարհի հայեր թեման, պատրաստ ես շրջագայենք աշխարհով մեկ վիրտուալ տարբերակով իհարկե սպառել։ Այո։ Ուշադրություն։ Ով է եղել աշխարհի առաջին կին դիվանագետը։ Իդեպ այդպիսի ես քեզ հուշեմ։ Գիտեմ, որ Ճապոնիայի Գիտես։ դեսպանն ա եղել, հտարով աշկից չեմ հիշում։ Այստեղ իդեպ մենք ունենք իր անունով պուրակ Երևանում։ Եթե մոտավորապես ծանոթ լինես պուրակների անուններին, կարող ես անգամ կռահել։ Ոյ, չեմ հիշում։ Ձիաննա Աբգար։ Ձիանա Աբգար։ Ով է գունավոր հեռուստատեսության հիմնադիրը։ Չգիտեմ, պաս։ Հովանես Ադամյան։ Որ մեծ հայներ իրեն համարում կիսով չափ հայ եւ կիսով չափ ֆրանսիացի։ Շարլ Ազնավուր։ Ճիշտ է։ Ով է հայտնի 9-րդ տալիք կտավի հեղինակը։ 9-րդ տալիք կտավի։ Ավազովսկին։ Ճիշտ է։ Հովանես Այվազյան։ Այո, ճիշտ է։ Ով է հայկական ազգային առաջին բալետի Գայանեի հեղինակը։ Խաչատրյան։ Ճիշտ է։ Ով է նախաձեռնել Կասկադի վերականգնումը 2002 թվականին։ Կաֆեսյան։ Ճիշտ է։ Ով է Նրան գույնը ֆիլմի ռեժիսորը։ Սերգեյ Փարաջանով։ Ճիշտ է։ 1976 թվականին ով է միայնակ փրկել Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Հու, Շատ հայտնի ինքը մարդ է։ մարզիչ ա եղել, հիշում Այո։ եմ, բայց անուն չեմ հիշում։ Շավարժ Կարապետյան։ Շավարժ Կարապետյան։ Ով է առաջին անգամ օլիմպիական խաղերում կատարել օլիմպիական խաչ հնարքը։ Այվազյան։ Մոտես, բայց չէ, խառնում ես ազգանունը։ Ող, հիշում եմ, բայց աշկիս առաջը լեզվից ծայրն է, բայց չեմ հիշում։ Ալբերտ Ազարյան։ Ազարյան։ Այո։ Եվ վերջին հարցը, որ հայ շախմատիստն է դարձել աշխարհի չեմպիոն։ Տիգրան Պետրոսյան։ Ճիշտ է։ Շնորհավորում եմ, Քրիս, ամեն դեպքում լավ խաղեր, կարծում եմ, որոշ չափով իհարկե կային հարցեր, որ չէիր հիշում, բայց ընդհանուր առմամբ լավ էր։ Գոհ ես քեզնից։ Այո, գոհ եմ, բայց ավելի լավ կլիներ, որ ավելի շատ պատասխանայի։ Այ որ հարցի պատասխաններ, որ չգիտեիր կամ մոռացել էիր ու տենց շատ վատ զգացիր, որ չէիր հիշում։ Օրինակ Ազարյանը Այվազյանը այդ շփոթելը համարյա գիտեի, մեկ էլ Դիանա Աբգարը չեմ հավատում ոնց եմ մոռացել, որովհետև Գիտեի, աշկիս չէ՞։ առաջ իր դեմքը երևում է։ Դե լավ, ոչինչ, կարծում եմ ամեն դեպքում էլի լավ խաղեր։ Անցնենք առաջ եւ Թերեզա հիմա հերթը քոնն է։ Քրիսը քեզ համար ընտրել է հայ աստղեր թեման, շոու բիզնեսյան թեմաներին ասիր, որ ծանոթ ես, երգերը լսում ես, Այո։ էստրադային, այո։ Այո։ Ում ես ամենաշատը սիրում մեր հայ աստղերից։ Հայ աստղերից ամենաշատը անփոխարինելի երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանին կարող եմ առանձնացնել, միշտ լսում եմ մինչև հիմա։ Հիմա դե որպես առաջատար երգչուհիներից Սիրուշոյին։ Շատ լավ, գնանք առաջ, տեսնենք արդյոք քո սիրելի աստղերի մասին հարցեր կլինեն այսօր թե ոչ։ Շատ լավ։ Ուշադրություն։
Ով է երգում աշնան սերենադ երգը։ Սոնա Ռուբենյան։ Ճիշտ է։ Օրվա որ ժամանակահատվածի մասին երգ ունի Սիլվա Հակոբյանը։ Գիշերը։ Ճիշտ է։ Ինչպես է կոչվում Ներսես Ավետիսյանի երգը նվիրված կնոջը։ Լիլիթ։ Ճիշտ է։ Իվետա Մուկուչյանի «Այ-այ-այ» երգում Հայաստանի որ քաղաքի անձրևի բույժն է հիշատակվում։ Դիլիջանի։ Ճիշտ է։ Որ արտիստի հետ Yellow Heart-ը վերջերս զուգերգ ներկայացրեց Վարդագույն քաղաքի մասին։ Yellow Heart Միշոյի։ Միշոյի հետ ոչ, դլիթներ Միշոյի հետ։ Վարդագույն քաղաքի մասին երգ։ Չունենք պատասխան, Ռոզալին։ Նոր երգ է։ Ուզում եի տեսնել որքանով ես ակտիվորեն հետևում եւ վերջին նորություններին ծանոթ։ Հայ աստղերից ով էր ուզում իր սիրելիի համար աշխարհն առանց քարտեզ հորինել։ Արամեն Պետրին։ Ճիշտ է։ Իսկ ով էր երգում աստղերից քարտեզ գողանալու մասին երգ։ Դավիթ Գրեգ։ Ճիշտ է։ Ինչ գույնի աչքերի մասին երգ ունի Բրյունետը։ Բաց կապույտ։ Ճիշտ է։ Որ հայ դերասանուհին է նկարահանվել Արսեն Սաֆարյանի «Էս ինչ սիրուն ես տեսահոլովակում»։ Լուիզա Ղամբարյան։ Ճիշտ է։ Որ հայ արտիստն է երգում Անապատի արևի մասին։ Թաթա Սիմոնյան։ Ճիշտ է, բրավո, վերջապես երրորդ փուլ եւ Թերեզան իհարկե իր ողջ հմայքով կարողացավ այս խաղը ավարտին հասցնել եւ լավ միավորներ վաստակել։ Թերեզա, գոհ ես քեզնից։ Շատ։ Անսպասելի շատ։ Ինչ լավ է, չէ՞ որ այս ոլորտը կար։ Այո։ Իզուր չի որ շոու բիզնեսում ուզում եմ լինել։ Իսկապես։ Ինչ ես ուզում այնտեղ որպես լինել։ Թեկուս կուլիսներում, բայց դիմահար դեր կարող եմ լինել ինչ որ կամ PR մենեջեր ինչ որ մեկի։ Դերասանուհի։ Կապ չունի մի խոսքով ինչ, կարևորը լինես շոու բիզնեսում։ Այո։ Հուսով ենք, որ ինչ որ մի օր քո երազանքը կիրականանա։ Իսկ ես առաջարկում եմ ամփոփենք երրորդ փուլի արդյունքները։ Թերեզան վաստակեց 9 միավոր եւ Քրիսը վաստակեց 5 միավոր։ Բրավո, երրորդ փուլում իհարկե Թերեզան առաջատար է, բայց ամփոփենք ընդհանուր հաղորդման արդյունքները եւ տեսնենք ով է հաղթում այսօրվա խաղը։ Քրիսը վաստակում է 16 միավոր եւ Թերեզան 10 միավոր։ Շնորհավորում եմ, իսկապես լավ խաղեր։ Առաջին երկու փուլերը մի փոքր пассив Թերեզան, բայց հետո ամեն ինչ տեղն ընկավ։ Ձեր տպավորություններն եմ ուզում լսել։ Շատ հետաքրքիր է, շատ հավես էր, ադրենալինը իսկապես ոնց որ ոգևորում է ու այդ լավ հարցերի պատասխանները գտնելը ոնց որ ուրախացնում է ինձ, որ կարողանում ենք գտնել վերջում։ Դու ինչ կասես Թերեզա։ Կային հարցեր, որ իրոք պատասխանները չգիտեի, բայց այստեղ արդեն իմացա։ Դա կարևոր է, հա, որ խաղից հետո գոնե ինչ-որ հետաքրքիր նոր ինֆորմացիա լսած եւ սովորած գնանք։ Էդ է ուզում ասես, սովորելը էդ էլ ամենահետաքրքիրն է, որ մի նորություն այսօր իմացանք, մի բան նոր վերեցինք։ Քրիս, քանի որ այսօրվա խաղի հաղթողը դու ես, մենք իհարկե չենք կարող քեզ թողնել առանց նվերի։ Սիրով քեզ ենք հանձնում, բուկինիստի կողմից այս նվեր քարտը կարող ես գնալ եւ քեզ համար նոր հետաքրքիր գրքեր գնել։ Շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ։ Իսկ ձեզ սիրելի դիտողներ, շնորհակալ եմ եւս մեզ հետ լինելու համար, հուսով եմ դուք էլ վայելեցիք։ Մենք գնանք պատրաստվենք մեր հաջորդ խաղերին, իսկ դուք շարունակեք հետևել Go Sport FM 96.3 ռադիոին։ Խելքի բլից, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։